Եվս մեկ անգամ խնդրում եմ, ինձ շատ տհաճ է ընդհատել խոսողին, բայց մենք ֆիզիկապես չենք հասցնի, որտեղ մենք ունենք ավելի շատ գրանցված մարդ, քան ունենք ժամանակ։ Շնորհակալ եմ, որ նշեցիք միասին շարժումը, բայց նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ։ Ես չեմ անդրադառնա այն բոլոր հարցերին, որ արդեն այստեղ նշվեցին եւ շատ հստակ եւ մարդիկ ամեն ինչ արդեն ասեցին։ Ընդհանրապես կուզենայի մի քանի հարցադրումի դիմել։ Ես ուզում եմ առաջին հերթին, որ ողջունենք բոլոր այն մեր հայրենակիցներին, որոնք այսօր հավատացել են եւ եկել են ազգային ժողովի դիմաց հավաքված են եւ հավատում են, որ քաղաքական ուժերը վերջապես կկարողանան միասնաբար գործել եւ միասնաբար այդ գործողությունները հարամցնել մեր ժողովրդին, ուստի ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ բոլորս հիմա նրանց ողջունենք։ Եվ նրանք ակնկալում են իրականում այն գործողությունները, որոնք որ իսկապես բերելու են արդյունքի։ Բայց եկեք չմոռանանք, որ կա նաև միստվար բանակ, թե ավելի շուտ մի ժողովրդի մի հատված, որը մեզ հետ համամիտ չի կամ ուղղակի անտարբեր է։ Մենք կարիք ունենք նրանց նույնպես տեղափոխել մեր դաշտ։ Միանշանակ է այո։ Եվ դրանից էր, որ ես հարց էի տալիս, թե արդյոք ճիշտ չի, որ մենք ավելի հիմնավոր օրինակներ ներկայացնելով բերենք այդ հիմնավորումները եւ ժողովրդի այն հատվածը, որը դեռ կասկածում է կամ հավատ չունի կամ չգիտեմ ինչից է անտարբեր, որպեսզի նրանք նույնպես հասկանան, թե ինչ աղետաբեր քաղաքականություն է վարում այսօրվա այս իշխանությունը։ Ես ուզում եմ հիշեցնեմ այդ անձին, որը որ ամեն անգամ դուրս է գալիս սուտ խոսելով եւ երբ որ ցույց է տալիս այս մեր քարտեզը, կամ էլ հիմա էլ ասում է, որ Արարատ լեռը մերը չի, իր չսիրած տոտալիտար ռեժիմը սովետական միության 70 տարի պահեց այդ Արարատ լեռը մեր զինանշանի վրա եւ որևէ մի անգամ այդպիսի հարց չառաջացավ։ Արդյոք Արարատը մերն է թե ոչ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Արցախի հարցում, երբ որ դա իսկապես ազգային ազատագրական պայքար էր, Ադրբեջանն է հարձակվել Արցախի ժողովրդի վրա, ագրեսիա է կազմակերպել եւ դրա հիման վրա է ձևավորվել ազգային ազատագրական պայքարը։ Այսինքն անընդհատ այս ամբողջը եւ պարզվում է, որ արդեն կա մի սերունդ, որը ընդհանրապես այսրան տեղյակել չի, որը արդեն մոռացության է տվել, որին իսկապես փորձում են արդեն դարձնել մանկուրտ եւ դրանով ամեն հարցեր կլուծվեն, եթե մենք չկարողանանք սրա դեմ առնենք։ Եվ կարծում եմ, որ նաև պետք է իրենց լեզվով նաև խոսել այն առումով, որ բերել ներկայացնել այնպիսի փաստեր, որոնք իրենք են բերում։ Երեք հայտարարվեց, որ կառավարությունը հաստատում է մյուս տարվա բյուջեն։ Երևի ծանոթ եք։ Ես կարծում եմ, պարոն Բագրատյանը մի քիչ ավելի մանրամասն ժամանակը չներեց երևի, որ ինքը դրա մասին խոսի։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել մեր ժողովրդին, որ այս տարիների ընթացքում պետական պարտքը իրենք շարունակում են մեծացնել եւ վաղը կլինի դա 16 միլիարդ դոլար իրենց ասածով եւ երբ որ պարտք են վերցնում դա պետք է շահույթ բերեր եւ պարտքը պետք է պակասեր, այլ ոչ թե պետք է ամեն անգամ ավելանար։ Հիմա մենք ավելի մեծ բեռի տակ ենք ընկնում եւ Ֆրանսիայից էլ եւս մեկ վարկ են վերցնում բյուջեն լցնելու համար, այսինքն այդ բյուջեի դեֆիցիտը փակելու համար եւ այլն։ Այսինքն որևէ ծրագիր ռազմավարական ծրագիր հանրապետությունը ուժեղացնելու, հզորացնելու համար որևէ կոպեկ չեն վերցնում այս մարդիկ։ Երկրորդը, պաշտպանության ուրեմն ծախսերը պակասելու են, արդեն դա հստակ է, իրենց առջև դրել են, որ համարյա 15% ուրեմն իջնելու է այդ պետական ծախսերը պետական։ Դրա դիմաց ներքին գործերի նախարարության ուրեմն բյուջեն պակասելու է ընդամենը 2%-ով, որովհետև այդ ամբողջ այդ համակարգը լծված է մի անձի ուրեմն պաշտպանելու գաղափարով եւ գործողություններով։ Հիմա որ նայեք
Դեմիրճան փողոցը ամբողջովին լցված է զորքերով, էլի նորից կարմիր բերետավորներով եւ այլն։ Ում դեմ եք եկել։ Ինչի դեմ եք եկել։ Եվ հակառակը, ուրեմն մյուս թիվը, որ ես ուզում եմ անպայման շեշտեմ, եթե դուք ուզում եք երկիրը զարգացնեք, ոնց է ստացվում, որ դուք գիտության ուրեմն ուղղված գումարները եւ կրթության գումարները պակասեցնում եք։ 20%-ով պակասելու է ուրեմն գիտությանը տրամադրվող գումարները։ Այսինքն միայն ու միայն սպասարկող երկիր, այն ինչ որ իրենք անում են, միայն ու միայն դրան է նվիրված, որ Հայաստանը չի կարող ունենալ զարգացած արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ագրոարդյունաբերական համալիր եւ իհարկե չի կարող ունենալ նաեւ զարգացած գիտություն։ Մեր 21-րդ դարում, երբ որ բոլորը ձգտում են կոոպերացիայի գիտության մեջ, Հայաստանը 20%-ով պակասացնում է միայն 1 տարվա բյուջեն։ Դուք հասկանում եք, սա ուր է տանում մեզ։ Դա նշանակում է, որ մենք այն կրթության համակարգը, որ այսօր գործում է, չի բերելու գիտական նոր մարդկանց։ Ընդամենը լավագույն դեպքում միգուցե մի տրեյնինգով, ոնց որ իրենք են դաստիարակված, տրեյնինգով դաստիարակված, ուրեմն մենք ունենալու ենք այսպես կոչված մասնագետներ։ Այսինքն մենք կարիք ունենք ցավոք սրտի, կարծելով, որ մենք արդեն ամեն ինչ ասել ենք սրանց արատավոր քաղաքականության, այո, թշնամական քաղաքականության վերաբերյալ, ժողովուրդն ամեն ինչ տիրապետում ենք, ցավոք սրտի այդպես չի։ Ուրեմն ես կարծում եմ, որ այն ինչ որ հիմա սկսվում է, մենք միանշանակ իհարկե պաշտպանում ենք իմպիչմենտի գաղափարը եւ գործողությունները եւ մենք մեր առաջարկները ունենք եւ դրա հետ մեկտեղ կարծում ենք, որ այստեղ ավելի լայն, իրոք ողջունելի է, որ այսօր լսումները նաև ընդգրկվել են շատ տարբեր քաղաքական եւ հասարակական կառույցներ, իմ կարծիքով անհրաժեշտ է նաև սրանից հետո հուշագիր ստորագրել եւ ձևավորել այն գործողությունների ծրագիրը, որը պետք է բերի մի արդյունքի։ Մյուս կողմից պատկերացնենք, Աստված ավարտում եմ, Աստված մի արած է, ինչպես ասում են, բայց եթե իրոք չհաջողվի այս իմպիչմենտը իրականացնել մինչև դեկտեմբերի կես, կարծում եմ, ես այդպես եմ մտածում, միգուցե բոլոր մեր ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները, հանուն նրա, որպեսզի արդեն շարունակական լինի այն գեներացված շարժումը, իսկ ես համոզված եմ, որ այս իմպիչմենտի գաղափարը վերելու է գեներացնելու ամբողջ քաղաքական դաշտը, միգուցե դրանով ավելի հստակ լինի եւ ժողովրդին ավելի միավորող լինի, որովհետեւ անիմաստ է լինելու արդեն շարունակել այս պարլամենտում լինելը, եթե չի հաջողվում ամենագլխավոր հարցի լուծումը, ինչպիսին է իմպիչմենտը։ Կա շատ հարցեր, ես ընդամենը այսպես ասած բարձրաձայնեցի որոշ բաներ, իմ կարծիքով այդպես ճիշտ կլինի, եթե նաև ստեղծվի, ես պաշտպանում եմ Թաթուլ Մանասարյանի առաջարկը, ստեղծվի եւ քաղաքական խորհուրդ, որը անհրաժեշտություն է, եւ ինչու՞ չէ, եւ ազգային խորհուրդ։ Առանց Սփյուռքի միավորման մենք որևէ արդյունքի չենք հասնելու։ Մենք պետք է կարողանանք ազգի շարժում, ազգային շարժում ձևավորենք, որպեսզի իրոք երևա, որ այո, ազգը համամիտ չէ այս քաղաքականությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ազգային անվտանգություն կուսակցության